Որպեսզի մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունները կարողանան իրականացնել ինքնավերլուծություն, բարելավել կրթական ծրագրերը և շարունակաբար զարգացնել որակի ապահովման համակարգերը, հիմնվելով ապացույցների և գործընկերային գնահատման վրա, մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Erasmus+ ծրագրով մշակել է ՄՕԿ հավատարմագրման մոդելը, օգնելու քոլեջներին զարգացնել ինքնագնահատման մշակույթը, կայացնել տվյալահեն որոշումներ և բարձրացնել կրթական ծրագրերի որակը։ Այս ծրագիրը ստեղծում է միջավայր, որտեղ որ քոլեջի աշխատակիցները իրար հետ շատ բաց են եւ միտված են վերլուծության եւ բարելավմանը, ոչ թե ինչ-որ արտաքին գնահատման, որից պետք է պաշտպանվեն, խուսափեն եւ այլն եւ այլն, դա ավելի բաց միջավայր է ձևավորվում։ Դրա համար առաջարկեցինք այս Erasmus-ին, որ ուրեմն պարոն Ավոյանը գրեց մեր ծրագիրը մեր առաջարկով, որ կարողությունները քոլեջների զարգանա ինքնավերլուծություն անելու համար, օգտագործելով իրենց ներքին համակազմը եւ լինեն բաց քննարկումներով։ Փորձնական հավատարմագրման այս մոդելը քոլեջներին հնարավորություն է տալիս որակի ապահովումը չդիտարկել որպես յուրաքանչյուր 4 կամ 6 տարին մեկ իրականացվող պետական պահանջ, այլ այն դարձնել շարունակական գործընթաց։ Այսինքն ուսումնական հաստատությունները կարող են ամեն տարի ինքնուրույն գնահատել իրենց կրթական ծրագրերը, վերլուծել արդյունքները, բացահայտել խնդիրները եւ տվյալահեն որոշումների հիման վրա կատարել անհրաժեշտ բարելավումներ։ Իսկ թե որքան արդյունավետ է այս մոտեցումը Հայաստանի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգերի զարգացմանը նվիրված աշխատաժողովում ներկայացնում են այն քոլեջները, որոնք արդեն ներդրել են այս մոդելը։ Արդեն երկրորդ անգամ ենք ամբողջությամբ մեր կրթական ծրագրերի մոնիթորինգ, ինքնավերլուծություն իրականացնում, սակայն այդ նման հնարավորությունը մեզ եւս մեկ անգամ շանս տվեց, որպեսզի մենք մեր դուրս հանած վերլուծությունները ավելի տվյալահեն դարձնենք։ Մեր ուժեղ կողմերը ավելի իմաստավորված լինեն, ավելի թվայնացված լինեն, KPI-ներ սահմանենք շատ այլ գործողությունների վրա եւ շարունակական բարելավման ուղին բռնենք։ Աշխատաժողովի ընթացքում քննարկվում են նաև աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի մշակումը, ուսումնառության արդյունքների գնահատումը, գործատուների մասնակցության ընդլայնումը, որակի ներքին ապահովման համակարգերի զարգացումը եւ մասնագիտական կրթության ոլորտի օրենսդրական բարելավումները։ Բոլորովին վերջերս ազգային ժողովի կողմից հաստատվել է օրենքի նոր փոփոխությունները, խմբագրել ենք օրենքը, որի համաձայն նաև հավատարմագրման եւ լիցենզավորման գործընթացների որոշակի կարգավորումներ են ընդգրկվել, ինչը ուղղակիորեն հենց որակի վրա ազդեցություն ունեցող գործընթացներ են եւ ներկայումս մեր կողմից արդեն մեկնարկել են աշխատանքները ենթաօրենսդրական ակտերի մշակման, որը հնարավորություն է տալու իրականացնել մասնագիտական կրթական ծրագրերի որակի վերահսկողություն եւ նաեւ այդ որակի վերահսկողության գործընթացի արդյունքում որոշակի վավերացումներ հավաստագրման ձևաչափով։ Հավատարմագրումը մի կողմից ուսանողներին վստահություն է տալիս, որ ստացած կրթությունը համապատասխանում է որակի պահանջներին, մյուս կողմից հեշտացնում է նրանց ակադեմիական շարժունակությունը, հնարավորություն տալով կրթությունը շարունակել այլ ուսումնական հաստատությունում կամ արտերկրում։ Ծաղկանուշ Միրզոյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։